Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց։ Հատկապես ինտենսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից շուրջ 80 կրակոց։ Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը 1 արկ է արձակել նաև 60 մմ-անոց ականանետից։ Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնագծի պաշտպանությունը։ Այսօր Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների ու զորամասերի հրամանատարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա անելիքների համալիրը։ Համապատասխան պաշտոնատար անձինք բանակի հրամանատարի կողմից ստացել են ցուցումներ և հանձնարարականներ։ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի փոփոխություն է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում, հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նույն աղբյուրի համաձայն նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն պատմաբան Ամատունի Վիրաբյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը, քննարկվել են արխիվային գործերի ոլորտում Արցախի և Հայաստանի Հանրապետության փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Նախագահ Սահակյանը կարևորել է նման համագործակցությունը, բարձր գնահատելով Ամատունի Վիրաբյանի գիտական ներդրումը մեր պատմության նորագույն շրջանի ուսումնասիրման գործում։ Պետք է թարմացվի եւ արխիվի շենքը եւ փաստաթղթերի պահպանման որակը, փաստաթղթերը պետք է պահպանվեն մշտապես նույն ջերմաստիճանում, 18-ից 19 աստիճան, այսինքն ամռանը պետք է սառը օդ փչվի, ձմռանը պետք է տաք օդ փչվի։ Այդ ջերմությունը եթե չկա, փաստաթուղթը երկար չի կարող ապրել, թուղթը կքայքայվի։ Այս հարցը պետք է եւս լուծենք մենք եւ մոդեռնիզացիա հասկացողություն կա միջազգային։ Մենք պետք է այսօր արդեն 21-րդ դարում մենք պետք է հնարավորություն ունենք ոչ թե մի որևէ փաստ գտնելու համար ժամեր, օրեր տրամադրել, այլ վայրկյաների, րոպեների ընթացքում, երբ որ թվայնացված է, երբ որ անհրաժեշտ շտեմարան է ստեղծված արխիվի մասին տվյալների, մենք պետք է արագ գտնենք, դրան պետք է հասնենք մենք։ Վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլոք քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Ազատություն ռադիոկայանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին տված հարցազրույցում ասել էր, որ որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում։ Արցախի երիտասարդական կազմակերպություններն արձագանքել են միասնաբար ու բավական կտրուկ։ Ոչ ոք զիջումներ անելու մասին հայտարարությունների իրավունք չունի։ Արցախի երիտասարդական կազմակերպությունները համատեղ հայտարարության մեջ հիշեցրել են, որ իրենք բազմիցս են նշել մադրիդյան սկզբունքների ժամանակավրեպ լինելու մասին։ Բնականաբար այդ սկզբունքների տրամաբանությունից բխող ցանկացած հայտարարություն անընդունելի է եւ հակառակ մեր ազգային պետական շահերին։ Մենք տեղին համարեցինք եւս մեկ անգամ հանդես գա հայտարարությամբ, որը հիմնական էությունը կայանում է նրանում, որ Արցախյան կողմը, Արցախի հասարակական կազմակերպությունները եւ առաջին հերթին երիտասարդական կազմակերպությունները համաձայն չեն այն մտքի հետ, որ մենք ինչ որ տարածքներ զիջենք։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք Ադրբեջանի զիջելու ոչ մի բան չունենք, դեռ ավելին, մենք մեր տարածքային ամբողջականության վերականգնելու խնդիր ունենք։ Ես եմ այստեղ ծնվել, ես եմ այստեղ մեծացել, ես եմ այստեղ ապրում, արարում ու պաշտպանում իմ հայրենիքը, ով կարող է որոշել իմ փոխարեն իմ երկրի ապագան, միայն ու միայն ես, ու բնականաբար մենք չէինք կարող չարձագանքել։ Համոզված ենք, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ցանկացած փաստաթուղթ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի համաձայնության չի կարող կենսագործվել, ինչպես դա բխում է ժողովուրդների ազատ ինքնորոշման միջազգային իրավական նորմից, որը դրված է նաև հիմնախնդրի կարգավորման հիմքում։ Համատեղ հայտարարության մեջ նշում են Արցախի երիտասարդական կազմակերպությունները, հիշեցնելով, որ
Արցախի ներկա սահմանները գծվել են ռազմական գործողությունների արդյունքում ամրագրվել 2 հանրապետներով եւ որ այսօր հանրապետության ողջ տարածքը բաժանված է ոչ թե ազատագրված կամ չազատագրված տարածքների, այլ պարզապես վարչական միավորների։ Արկա բոլոր տարածքները հանդիսանում են Արցախի հանրապետության մաս, այսինքն մեր հայրենիքն են, եւ հայրենիքից տարածք զիջելը բնականաբար մեր համար անընդունելի է լինելու, որովհետև ի սկզբանե հայկական տարածքներ են, ազատագրվել է հայ թանկ արյան գնով եւ ներկայումս հանդիսանում են մեր երկրի շրջանները, մեր վարչատարածքային միավորները, մեր հայրենիքի բաղկացուցիչ մասերը, որոնք զիջել ոչ մի պարագայում մեզ համար ընդունելի չի լինելու։ Իսկ կարգավորման գործընթացում իրական տեղաշարժ կարող է ապահովել ոչ թե փոխզիջումների մասին խոսելը, այլ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը։ Միակ ու ճիշտ ճանապարհը այն է, որ մեր իշխանությունները իրավահավասար մասնակցություն ունենան բանակցային գործընթացին։ Դրանով իսկ արտահայտելով արցախահայության սկզբունքային մոտեցումները հակամարտության կարգավորման շուրջը։ Հայտարարության տակ ստորագրել են մոտ 1 տասնյակ կազմակերպություններ, նախաձեռնության հեղինակները վստահեցնում են ավելի շատ են հայտարարության տարածումից հետո աջակցություն հայտնողները։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Սուքը հավերժը, եթե պայքար չկա, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գյորգիսյանին բնորոշող թերևս ամենադիպուկ խոսքերն են։ Այսօր նրա ծննդյան 55-րդ տարեդարձն է։ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում առաջին անգամ նա է բարձրացրել հայոց եռագույնը։ Ազգային զարթոնքի այդ շրջանում հանդես է եկել հայոց անկախ պետականության վերականգնման ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Անկախության բանակի հիմնադիրներից է, զոհվել է 1990 թվականի հունվարի 19-ին Երասխավանի պաշտպանության ժամանակ։ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գյորգիսյանը հետմահու պարգևատրվել է նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն հայրենիք շքանշանով։ Հայաստանի ազգային հերոս Մովսես Գյորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է ըղել։ Սերժ Սարգսյանը նրա կյանքն ու քաղաքական գործունեությունը հայրենիքի ազատությանն ու անկախությանը նվիրելու բացառիկ օրինակ է համարել։ Նա խիզախեց կանգ չառավ որևէ զոհողության առջև եւ գնաց մինչեւ վերջ։ Այդպես մինչեւ վերջ, այդպես անմնացորդ գնում են իսկական հերոսները, նշվում է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ Այսօր հաշմանդամների միջազգային օրն է, հաշմանդամների հիմնախնդիրները բազմաբնույթ են, շրջակա միջավայրի մատչելիություն, հավասար պայմանների ապահովում, բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում, զբաղվածության խնդիրների լուծում եւ այլն։ Պակաս կարևոր չէ նաեւ հասարակության կողմից սահմանափակ կարողությամբ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն ու պետական կառույցները։ Հաշմանդամների միջազգային օրը նշանավորվել է նաև Արցախում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, սոցիալական աջակցության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի նախաձեռնությամբ այսօր հանդիպումներ են եղել տեսողական խնդիրներ ունեցող հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող լուսաբաց եւ կույրերի միավորում հասարակական կազմակերպություններում։ Լուսաբաց հասարակական կազմակերպության անդամները նվերների ու բարեմաղթանքների պակաս այսօր չէին զգում։ Տոնական սեղանն էլ տեղին էր։ Կազմակերպության համար տարին հոբելյանական է։ Լուսաբացն արդեն 20 տարի է, ինչ զբաղվում է Արցախյան ազատամարտում տեսողությունն ամբողջությամբ կորցրած հաշմանդամ ազատամարտիկների հիմնախնդիրներով։ Կազմակերպությունում առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 11 հոգի կա։ Հայրենիքի ազատության պայքարում կորցրել են աչքի լույսը, սակայն չեն կորցրել լավատեսությունը, հումորն ու սրամտությունը։ Կազմակերպության նախագահ Սերգեյ Բեգլարյանն է հավաստիացնում, իրենք ունեն այն նույն ձեռքբերումներն ու խնդիրները, ինչ հասարակության մյուս բոլոր անդամները։ Մենք հասարակության մեջ մեզ զգում ենք որպես լիարժեք անդամներ։ Բոլոր այն հարցերը, ինչ ունի հասարակությունը, նույնն է մերն է։ Ուղղակի մերն էլ մի հատ ավել է, տեսողության պակասը կա։ Էդ է։ Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ, իսկ 200 միլիոն մարդ հաշմանդամության հետ կապված խնդիրների պատճառով զգալի դժվարությունների է հանդիպում առօրյայում։ Հաշմանդամությունն էլ սակայն ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված են բոլոր պայմանները արժանապատիվ կյանքով ապրելու համար։ Օրինակ ես նոր լսալ եմ պրոթեզներ են սարքում ձեռքի։ Սա մեր տղորանց ցերկուս կա թեւը կտրած թաթկա վեշլիստի։ Մենք նոր պրոթեզ են սարքալ։ Մտքի բանով է կառավարում։ Բայց շատ տեսողության միտքը դու ինքդ բենը տամոս հրամանալի փակի հրաման տամոս պեցանի մտքովդ լի բենը ուղիղ տա թելադրեմ կամ էլ բենա այդ օղակա հատուկ գիրքա կարդ գույրի համար։
Պետք է քայլել ժամանակի հետ համահունչ, ասում է Սերգեյ Բեգլարյանը, նաև ավելացնում է զրուցակիցս, իսկ աչքի լույսը վերադարձնելու հույսը երբեք չպետք է կորցնել, առավել եւս տեխնոլոգիաների ժամ զարգացող մեր դարաշրջանում։ Տեխնիկան այնքան արագ է զարգանում, երկրաչափական պրոգրեսիայի նման, լավ է, մենք էլ հույս ունենք, որ այդ ակնաբուժության մեջ էլ այդ բանը կնի։ Համահունչ կքայլենք։ Իհարկե, մի հույսը լավ բան է, չէ՞։ Հույս ավենք ապրում։ Կույրերի միավորում հասարակական կազմակերպությունում նույնպես նախապատրաստվել էին օրվան, չնայած կազմակերպության անդամները մեր նկարահանման պահին դեռ չէին հավաքվել։ Հաշմանդամների օրվա արդիվ պրեզիդիում պիտի նախագահությունը կազմակերպալ եւ աշխատանքային օր չի, բայց գալու։ Այսօր Արցախում տեսողության հետ կապված տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող 1118 մարդ կա, որից 90-ն անդամագրված է Կույրերի միավորում հասարակական կազմակերպությանը։ Օրախնդիրը նրանց համապատասխան աշխատանքով ապահովելն է։ Ժողովուրդը կամուն բողոքում ունի։ Ոզմուն մին պետք է իրանց ընտանիքներին հետիպին գործինի վերանցու աշխատավարձ ստանան։ Արցախում աշխատամություն ունեցող անձանց հիմնախնդիրները մշտապես գտնվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում։ Սոցիալական աջակցության եւ հասարակության հետ կապերի բաժնի պես Սամվել Իսրայելյանն է ընդգծում, չկա որևէ անտեսված զանգ կամ հարց։ Բոլոր տարի մեր աշխատանքը կապված է հաշմանդամների հիմնահարցերը լուծելուն, նրանց խնդիրները ինչ որտեղ բավարարելուն եւ այս առումով գոյություն ունի հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիր։ Ծրագիրն ամեն տարի մշակվում է նորովի։ Հաշմանդամությանն ուղղված տարեկան այդ ծրագրում հիմնականում բոլոր միջոցառումներն են, որոնք միտված են սահմանափակ կարողություններով անձանց ապրելակերպի բարելավմանը։ Ծրագրով ներառում են նրանց վերականգնողական, ուրեմն բուժման խնդիրները, առողջապահության հետ կապված բոլոր ուրեմն ծրագրերը, կրթության, զբաղվածության, շենքերի, շինությունների մատչելիության եւ այլ բնակարանային պայմանների բարելավման եւ այլն։ Արցախում տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող շուրջ 9000 մարդ կա, նրանցից 500-ը հաշմանդամ է մանկուց։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կյանքի կոչած իր բոլոր ծրագրերում էլ աշխատում է հնարավորինս ընդգրկել բոլորին, անկախ հաշմանդամության կարգից։ Մասնավորապես հաշմանդամների առողջարանային բուժման ուղեգրերի հատկացման ծրագիրը, վերականգնողական պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների, թիկնասայլակներ, լսողական սարքեր, աչքի պրոթեզավորում, հենակներ եւ այլ, այս ամենը նույնպես իրականացում է անվճար, ինչպես նաեւ միանվագ օգնությունների այս կամ այն ծրագրի շրջանակում հատկացնելու հետ կապված նույնպես իրականացում է նախարարության միջոցով։ Սահմանափակ կարողություններով անձանց հասարակության ինտեգրելու եւ նրանց ապրելակերպը թեթևացնելու համար կյանքի կոչող ծրագրերը բազմաբնույթ են եւ կարեւորը այդ ամենը փորձում են իրականացնել ժամանակակից մեթոդներով։ Գենադի Երեմյան, Աշոտ Գասպարյան, օր։ Հաշմանդամների օրը յուրահատուկ ձևով է նշել Խուլու համրերի միությունը։ Միության թատերախումբը հանդես է եկել Անդրանիկ ներկայացմամբ։ Թատերախմբի հետ պարապել է Գերմանիայից հրավիրված մասնագետը։ Խուլու համրերի միությունը գործում է 1993 թվականից, այն միավորում է ավելի քան 193 մարդու, բազմաթիվ միջոցառումներ են իրականացնում, փորձում են հետաքրքիր ժամանց ունենալ։ Թատերախմբի գաղափարը կյանքի են կոչել ԼՂ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։ Համագործակցում ենք սոցիալական ապահովության եւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների հետ, շատ ուշադիր են մեր հանդեպ։ Այսօր, քանի որ նշում ենք հաշմանդամների օրը, ինքներս ենք կազմակերպել այս միջոցառումը։ Գերմանիայից բեմադրող է եկել, շուրջ 3 ամիս աշխատելու է մեր Խուլու համրերի հետ, նույնիսկ առանց թարգման չի աշխատում մեզ հետ։ Սրանք առաջին քայլերն են, ներկայացվողն էլ աշխատանքի առաջին արդյունքն է։ Բեմում անկաշկանդ են, ժեստի լեզուն հասկանալի է բոլորին։ Մնջախաղի մեջ խոսում են մարմնով, ուստի հատուկ Խուլու համրերի համար ներկայացման կարիք չկա։ Գերմանիայում մնջախաղի թատրոն չկա, այնտեղ ամեն ինչ ստիպված է մենակ կազմակերպել։ Հաճելիորեն զարմացած է Երևանյան մնջախաղի թատրոնով, իսկ այստեղ աշխատելիս իհարկե ժամանակ առ ժամանակ դժվարությունների հանդիպում էի, բայց հաղթահարում էի, թե ինչպես, չեմ ասի։ Ներկայացման բոլոր մասնակիցներին նվերներ, ծափեր ու ծաղիկներ։ Հաջորդ ներկայացումը Խուլու համր երեխաների համար են կազմակերպելու։ Անդրանիկ բեմելը հաջողված էր։ Մարինե Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր։
Լույս է տեսել Նորեկ Գասպարյանի երկնքից ընկնող գույն խնձորներ վերնագրով գիրքը, որում տեղ են գտել հեղինակի նոր բանաստեղծությունները։ Թվով 10-րդ ժողովածուն բանաստեղծը հրապարակել է 7-ամյա ընդմիջումից հետո միայն։ Արցախի գրական ընտանիքում ասում են, որ գրչակիցներն ու ընթերցողներն այս անգամ երկար են սպասել Նորեկ Գասպարյանին, հետո ընթերցում գիրքն ու համոզվում։ Բանաստեղծը ներքին կուտակումների շրջան էր ապրում։ Ինքը բանաստեղծը չի բացառում, որ ստեղծագործական կյանքում նմանատիպ դադարներն անհրաժեշտ են։ Այդպես գրողն ընթերցողի ներկայանում է նորովի, նոր ասելիքով ու առանց կրկնությունների։ Երկնքից ընկնող գույն խնձորներ, այսպես է կոչվում Նորեկ Գասպարյանի նոր ժողովածուն։ Գրքում հեղինակի նոր բանաստեղծություններն են հայրենիքի, սիրո, կարոտի եւ այլ թեմաներով։ Բանաստեղծն անկեղծ է։ Այս տարիքում էլ շարունակում է երազել ու կյանքում տեսնել հեքիաթային երևույթներ։ Այդ պատճառով գրքի հենց վերնագրում երկնքից ընկնում են գույն խնձորներ։ Երբ հեքիաթները կարդում, ասում են վերջում երկնքից ընկնում է 3 խնձոր, մեկը պատմողին, մեկը լսողին, մեկն էլ գրողին եւ մեզ բաժին չէր հասնում այդ խնձորներից եւ հեքիաթը կարծես չէր ավարտվում։ Այս գրքում էլ մտահղացումը հեքիաթը սկսվում է եւ հեքիաթը չի ավարտվում եւ ոչ մեկը կարծես տեր չի լինում երկնքից ընկնող խնձորներից գոնե մեկին։ Արցախի գրական ընտանիքում Գասպարյանին այս անգամ երկար են սպասել։ Ժողովածուն լույս է տեսել 7-ամյա ընդմիջումից հետո միայն։ Գրողների միության նախագահի խոսքով այս առիթով երբեմն բանավեճում էին հեղինակի հետ։ Վարդան Հակոբյանը, ով գրքի խմբագիրն է, եզրակացնում է. գրողը ոչ թե դադարել է ստեղծագործելուց, այլ ապրում էր ներքին կուտակումների շրջան։ Բանաստեղծությունը շատ ավելի կյանքոտ դարձավ, շատ ավելի դարձավ ֆունկցիոնալ։ Բանաստեղծությունը մտավ կյանք, հասարակական հնչեղություն ձեռք բերեց։ Այսինքն շատ ավելի իրական եւ գերիրական այս երկու գույները իրար արդեն լրացնում են։ Եվ երբ նա ասում է, որ երկնքից գույն խնձորներ ընկան, այս գույնի մեջ գույնը դա միայն ձևի նշանակություն չի, գույնը դա արդեն բովանդակային իմաստ է ստանում եւ գույների մեջ արդեն նոր իմաստ, նոր բովանդակություն կարողացավ Նորիկը այս գրքում գտնել իր կոդը։ Գրքի շնորհանդեսի ընթացքում Գասպարյանի նոր ժողովածուն գնահատել են գրչակից ընկերներն ու հավատարիմ ընթերցողները, ոմանք պարզապես նախընտրել են առանձնացնել հեղինակի ամենահաջողված գործերը։ Նվարդ Ավագյանն ասում է, որ Նորեկ Գասպարյանի ձեռագիրն ի սկզբանե ինքնատիպ էր, յուրօրինակ է ինչպես նրա արձակը, այնպես էլ չափածոն։ Գնահատականը նույնն է մնացել նաև այս գրքի դեպքում։ Գրական ընտանիքում ասում են, գրողը որքան դիպուկ ու սրամիտ է երթողերում, այդքան էլ հումորասեր է։ Այս գրողը ունի իր հաստատ իր ուրույն ձեռագիրը, որ նրա մտածելակերպը, նրա ընտրած արտահայտչական ձևերը, նրա Նորիկի մոտ մի հետաքրքիր կողմ կա, նա սրամիտ է, ինչպես կյանքում է սրամիտ, այնպես էլ բանաստեղծության մեջ նրա եւ տողերի մեջ եւ տողատակում հումորի զգացումը կա։ Բանաստեղծ Դավիթ Միքայելյանը երկար է մտորել, Նորեկ Գասպարյանն ավելի շատ արձակագիր է, թե պոետ, թե ինչ կլինի հետո ցույց կտար ժամանակը, բայց երկնքից ընկնող գույն խնձորներ գրքով հեղինակը նոր խոսք է ասում հայկական պոեզիայում։ Զգացի, որ նա երևակայական աշխարհը ընդգրկուն է, բազմաշերտ է, երևույթների ընկալումն նորովի բոլորովին, նա իսկապես պոեզիայում գրավել է նոր տարածքներ։ Սա բոլորին չի հաջողվում։ Ինքը հեղինակը ստեղծագործական կյանքում դադար առնելը երբեմն համարում է համարձակ մի քայլ։ Գասպարյանի համոզմամբ հակառակ դեպքում չեն բացառվում կրկնությունները, իսկ ժամանակակից համաշխարհային գրականությունը կրկնություններ չի սիրում, սիրում է այն գրողին, ով ստեղծագործում է աշխարհի բոլոր ժողովուրդների համար։ Պակասում է մեզ մշակութային կյանքը, լավ իմաստով, բարձր արվեստի իմաստով մշակութային կյանքը։ Եվ կարծում եմ նման երեկոները, նման միջոցառումները, շնորհանդեսները, գրքերի քննարկումները, ցուցահանդեսները, բարձր մակարդակի համերգները, ոչ թե անընդհատ նույն երաժշտությունը, նույն երգը, նույն երաժշտությունը, նույն երգը, դրանք նպաստում են մշակութային մթնոլորտի, մշակութային մտածողության ձևավորմանը։ Իսկ նման մշակութային մտածողություն ունենալու համար նորից եմ ասում յուրաքանչյուր արվեստագետ դա վերաբերում է եւ գեղանկարիչներին, վերաբերում է թե ասենք երաժիշտներին, բոլորին, բանաստեղծներին դադարը պարտադիր է։ Գրքի շնորհանդեսի վերջում Նորեկ Գասպարյանն ընթերցել է իր ստեղծագործություններից ու հետո տեղեկացրել, գրեթե պատրաստ է իր հերթական գիրքը։ Չեմ սիրում, երբ ինձ լքում են իմ առաջ փակում դռները
Երբ մեկին ուրախ ուտում են, ոչ մեկը չի ասում ինչու, երբ տանս նորաոտ շեմին մաքրում են ցեխոտ ոտքերը, չեմ սիրում թանձրացող մութը, խավարը խեղում է ուղիս, չեմ սիրում, երբ ով ուզում է, կախվում է սատանի պոչից, երբ մոլոր ամբոխը խլու, հանձնվում է անարժան մեկին, չեմ սիրում, երբ սիրում են ինձ, երբ չկա սիրելու ոչինչ։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են։ Դժվար անցանելի է Սոտ Քարվաճար ավտոճանապարհը եւ Վարդենյանց լեռնանցքը։ Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, հաճելի հանգստյան օրեր, բարի եւ խաղաղ գիշեր։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անբավարարություն առանց ձեղումների եղանակ, վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հարավարեմտյան քամի, օդի ջերմաստիճանը գիշերը 0-ից 4, ցերեկը 5-ից 10 աստիճան տաքություն։